Բարի երեկո արգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է և ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին։ Բարի երեկո, պարոն Կարապետյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, պարոն Նավասարդյան, շնորհակալ եմ, որ հրավիրել եք մեզ այստեղ։ Պարոն Կարապետյան, դատարանը օրեր առաջ բավարարեց դատախազության միջնորդությունը և երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ինչը նշանակում է, որ Կարապետյանը փաստացի չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այսինքն ինքը չի շփվելու քաղաքացիների հետ եւ այլն, եւ մի տեսակ տպավորություն չի ստեղծում ձեր մոտ, որ սա կարող է ձեր շանսերը քչացնել ընտրություններում։ Սա անօրինակ քայլ էր համաշխարհային քաղաքական պրակտիկայում, երբ ընդդիմության հիմնական ուժի առաջնորդին հնարավորություն չի տրվել անցկացնել նորմալ ընտրարշավ, հնարավորություն չի տրվել շփվել սեփական ժողովրդի հետ։ Իհարկե, մենք կարող ենք հասկանալ, թե ինչու է դա արվում, կա բազային վախ, գաղտնիք չէ, բոլորը գիտեն, որ 3 ամիս պահանջել տնային կալանք նրա համար է արվել, որ անցնեն ընտրությունների մինչև ընթացքը Սամվել Կարապետյանը հնարավորություն չունենա մասնակցի ընտրարշավին, որտեղ երբ որ նա մասնակցի ընտրարշավին, բոլորը կսկսեն համեմատել Փաշինյանին Կարապետյանի հետ եւ Փաշինյանը վստահ լինելով, ճանաչելով Կարապետյանին անձնապես, վստահ գիտի, թե ինչ մարդիկ, ինչ հետևության կգան, կհասկանան, որ երկրին նոր առաջնորդ է պետք, ուժեղ առաջնորդ է պետք եւ ընտրությունը կգնա Կարապետյանի կողմ։ Այդ իսկ պատճառով նրանք գնացին այս քայլին, որպեսզի ընտրական process-ներին Կարապետյանը չմասնակցի։ Եթե նրանք մտավախություն չունեն, որևէ մտավախություն չունեն, ինչու են տնային կալանքը երկարացնում։ Ինչ պատճառ կար կոչի համար տնային կալանք երկարացնելու։ Հիմնական պատճառը վախն է իշխանությունների սեփական ժողովրդին զսպելու ցանկությունը։ Սա սպասելի որոշում էր ձեր համար եւ արդյոք կա պլան B այս դեպքում։ Իհարկե, սպասելի որոշում էր, բայց նաեւ մենք ունենք հույս, որ ամեն դեպքում ժողովրդավարական գոնե բազային օրենքները, բազային կանոնները չեն խախտվի, բայց չկա որևէ կանոն, որը չի խախտվել մեր հանդեպ եւ ընդհանրապես ընդդիմադիր հայացքներ կրող մեր հասարակության հանդեպ։ Իդեպ մեր հասարակության մեծ մասի հանդեպ։ Ընդդիմադիր հայացքների դեմ արշավ է իշխանության կողմից այն իշխանության, որը երկար տարիներ եղել է ընդդիմություն եւ որը իշխանության է եկել պայքարելով ժողովրդավարության կոչերով, բայց մենք գիտենք, որ հենց հակել է այդ կոստյումը, սկսել է դուր գալ եւ նա վերածվում է սորական երկրների, սորական կոռումպացված համակարգերի իշխանիկների։ Պարոն Կարապետյան, տեսեք, ստացվում է մի իրավիճակ, երբ փաստացի Սամվել Կարապետյանը չի կարողանում ամբողջությամբ ներգրավել ընտրական process-ներում, եւ նաեւ իշխանությունն ասում է, որ սահմանադրական արգելք կա նրա առաջադրվելու հետ կապված, նաեւ որպես падգամավորի տեխնացու։ Տեսեք, դուք նրա եղբոր որդին եք։ Մարդիկ այս ընթացքում հասցրել են ձեզ ճանաչել, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք։ Արդյոք քաղաքական ուժը չի դիտարկել ձեր տեխնացության հնարավորություն։ Պարոն Նավասարդյան, տեսեք, մենք հենց առաջ օրվանից նախանշել ենք ինչ ճանապարհով Հայաստանի լավագույն սահմանադրագետներն են խոսել, թե ինչ ճանապարհով առաջի մի քանի օրվա ընթացքում, մի քանի շաբաթվա ընթացքում Սամվել Կարապետյանը կդառնա երկրի վարչապետ։ Սամվել Կարապետյանն է պետք մեր երկրին այս պահին, որովհետև տնտեսական առումով մենք ունենք մեծ մարտահրավերներ։ Մեր երկրին բարեկեցություն բերելու առումով, իր կապերով, իր հնարավորություններով միայն նա կարող է այդ մեծ փոփոխությունը ապահովել։ Մասշտաբ է պետք այստեղ։ Կապեր, մասշտաբ, մեծ հնարավորություններ, որը նա կարող է բերել եւ նա պատրաստ է վերջապես գտնվել հայ, ով Սփյուռքից պատրաստ է այս ամբողջ բեռը իր վրա վերցնել, որևէ անձնական շահ չհետապնդել, իրապես որևէ անձնական շահ չհետապնդել եւ այս ամբողջ բեռը իր վրա տանել, անգամ անցնել կալանքի մեջով, բայց տանել այս բեռը, որովհետեւ մենք արդեն հոգնել ենք թույլ երկրի քաղաքացի լինելուց։ Փոփոխություն է պետք երկրում մեծ շրջադարձ կատարելու համար եւ այդ փոփոխությունը բերողը հայկական ամենամեծ կառույցի փորձ ունեցող մարդը կարող է լինել բնականից բախտը բերել է ճակատագիրը բերել է այնպես որ նա պատրաստ է մնում է մեր ժողովուրդը գա այդ մտքին որ մեծ փոփոխությունը հնարավոր է եւ հույսը որ մինչեւ հիմա մի քանի անգամ հուսախապ է եղել հիշի որ հուսախապ է եղել մի քանի պատճառներով բայց հիմնական պատճառը դա ում վրա է հույս դրել։ Պետք է հասկանանք, որ
հույս պետք է դնենք այն մարդու վրա, ում անցած ճանապարհը բոլորին հայտնի է եւ ամբողջ անցած ճանապարհով մի հատ թերություն չեն կարողացել դեռ գտնել։ Այս ընթացքում հակակոռուպցիոնը մի քանի ձայնագրություններ հրապարակեց, որոնց հիման վրա ձեր թիմակիցներից եղան բերման ենթարկվածներ, նաև ձեր փակալվածներ։ Իշխանությունը մեղադրում է, որ այսպես ասած փող են բաժանում ուժեղ Հայաստանում։ Դուք ժխտում եք, որ դրա հետ կուսակցությունը կապ չունի։ Տեսեք, ասեմ շատ կարևոր բան մեր բոլոր հայրենակիցների համար։ Մեր հասարակության 70%-ը ընդդիմադիր հայացքների տեր է։ Եթե Հայաստանում մեկը ցանկանար ձեր ասածը անել, վարքյանական դա բոլորին հայտնի կլիներ։ Մենք գիտենք Գողար Ղումաշյանի օրինակը, ով 104-ամյա պատերազմի վետերան, միակ ողջ մնացած հայ վետերանի հետ խոսալու համար, նվեր անելու համար ծննդի, նրան կալանավորել էին։ Մենք ունենք ուրիշ դեպքեր, երբ որ գրանցված աշխատողին, աշխատավարձը գրանցված, օֆիցիալ, ներկայացնում են որպես շահգրգռելու փորձ։ Կա համակարգ, ընտրական համակարգ, որտեղ կա օֆիցիալ գրանցման մեխանիզմներ, որից ամեն կուսակցություն կարող է օգտվել։ Իհարկե, խոսքերի մեջ, շատ զրույցների մեջ մենք երբեմն գոհ չենք լինում այն զրույցներից, այն խոսքերից, այն խոսելավոճից, որ մեր հայրենակիցներից շատերը ունեն, բայց ես կարող եմ ասել, որ դա հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցության բերած օրակարգերի արդյունք է, հայկական իրականության մեջ վատ խոսույթը, անհարգալից խոսույթը, դա երկրի այսօրվա վարչապետի եւ նրա փոքրիկ խմբակի աշխատանքի եւ խոսույթի արդյունք է։ Մենք հենց դա ենք ուզում մեր երկրում փոխենք, որովհետեւ մեր երկրի քաղաքացիները, մեր հայրենակիցները երբեք պատրաստ չեն եղել անարգանքի, անհարգալից խոսքի, մենք միշտ գիտեք, խոսքի մեջ հայերը միշտ օգտագործում են ջան, միշտ հարգալից են իրար հանդեպ եւ դա մեզ միշտ տարբերել է նաեւ կանանց ներկայությամբ մեր խոսույթը, մեզ միշտ տարբերել է տարածաշրջանի անգամ կովկասյան մյուս ազգերից։ Եվ մենք ուզում ենք դա պահպանել, որովհետև դա մեծ հարստություն է մեզ համար, ավելի դաստիարակված լավ հասարակություն ունենալու, լավ երիտասարդություն ունենալու համար։ Իսկ այդ խոսույթը անգամ քաղաքական դաշտ բերել է այսօրվա իշխող կուսակցությունը։ Իհարկե, այդ խոսույթի դեմ մենք պետք է պայքարենք, դա մեր նպատակներից մեկն է։ Քայլերով պետք է պայքարենք։ Ինչ վերաբերվում է ընտրություններին, բազմաթիվ մանկապարտեզներում, դպրոցներում ճնշումներ են տեղի ունենում, փորձում են ճնշել, որպեսզի մարդիկ ընդդիմությանը փոփոխությունների չգնան, որպեսզի մարդիկ եւս 5 տարի այս իշխանությունը Բրեժնևի կարգավիճակում այս իշխանությունը շարունակի, բայց մենք տեսել ենք նրա այս իշխանության լավագույն տարիները, ոչ մի լավ բան դրանից չենք հիշում, բացի մի քանի արյունալի սեպտեմբերներից։ Եվ դրա համար մեր հիմնական հասարակության նշանակալի մասը պետք է մենք վստահ ենք, որ սպասում է մեծ փոփոխությունների։ Օրեր առաջ ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին իշխանությունից հարց հնչեցվեց, թե էլ ինչ պետք է անի այս քաղաքական ուժը, որ նրանց գործունեությունը ավելի շատ կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր ներկայացնելը արգելվի։ Դուք տեսնում եք նման միտում, հնարավոր է նման սցենար լինի։ Ուժի առաջնորդը կալանքի տակ ամեն օր տարբեր շինծու թեմաներով Հայաստանի հանրային հեռուստաալիքը ամեն օր ագիտացիա անում ուժի դեմ։ Իշխանական ուժային կենտրոնները, ուժերը, ընդհանրապես ներքին գործերը ամեն օր աշխատում են ընդդիմության դեմ։ Բոլոր այս գործիքակազմից հետո անգամ նրանք վստահ են հաղթանակի վրա եւ իրենց համար ինչ որ տարբերակներ են ման գալիս։ Դուք հասել եք, ես դիմում եմ այն մարդկանց, ովքեր որ այսօր իշխանության են։ Դուք աշխարհում եւ տարածաշրջանում բերել եք մի փորձ, որ ընդդիմության առաջնորդը, հիմնական առաջնորդը կալանքի տակ է, որ ձեր ամբողջ ռեսուրսներով պայքարում եք ընդդիմության դեմ, բոլոր տեսակի, թե բիզնես, ընդդիմության ունեցած բիզնեսի, թե մարդկանց, թե քաղաքացիների ազատ խոսքի, մարդկանց գլխին սարքելով, բայց էլի վստահ չեք ձեր վրա։ Այդ իսկ պատճառով խոսույթ են բարձրացնում գրանցել չգրանցելու, որովհետև տեսնում են, որ շանսերը արդեն օրեցօր քչանում են, իրենց շանսերը օրեցօր քչանում են եւ փորձում են եւս մի ապօրինության շեմ հատեն, բայց մենք գիտենք, որ շատ երկրներ, շատ երկրի իշխանություններ կարծելով թե ամեն ինչ լավ է, ամեն ինչ կառավարման տակ է, անում են ճակատագրական սխալներ, որոնք ճակատագրական հետևանք են ունենում
թե իրենց համար, թե երկրի համար։ Մենք ուզում ենք, որ մեր երկրում խաղաղ գործընթաց լինի, խաղաղ իշխանության փոփոխություն լինի, որովհետև այս իշխանությունը ինչ խոսք տվել է, 90%-ը չի կատարել։ Պետք է փոփոխվի։ Դա կյանքի ու մահու հարց չէ իրենց համար, իրենք թող գնան ընդդիմություն, նորմալ, նոր ուժերը, որոնք պատասխանատու չեն Հայաստանում մինչև հիմա եղած բոլոր այս բարդությունների համար, գան իշխանության եւ փոփոխություն բերեն։ Իսկ իրենք տեսնելով, որ հնարավորությունները նվազում են, գնում են գրանցել չգրանցել, գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդին կալանքից չազատել, այնպիսի քայլեր են անում, որ ինչքան հնարավոր է ժողովրդավարությունից հեռու գնան։ Վերջում էլ անունը դնում են, որ իրենք Եվրոպայի եվրոպամետ են։ Իրենք եվրոպամետ չեն կարող լինել։ Իրենք հոգու խորքում լրիվ ասիական ամենավատ ավանդույթների կրողներն են, այն ավանդույթների ասիական ոչ ժողովրդավարական երկրների, որոնք հաջողության չեն հասել։ Եվ սակայն չունենալով ասիական դաստիարակություն եւ տրադիցիայի հանդեպ հարգանք, վատ կողմը վերցրել են ասիական ժողովրդավարությունների, չժողովրդավարությունը։ Լավ կողմը չեն վերցրել, հարգանքը միմյանց հանդեպ, տարբեր տրադիցիաներ է ազգերի։ Եվրոպա իրենք չեն գնում։ Եվրոպայից ամենավատ բաներն են վերցնում։ Մեր իշխանությունը այսպիսի մի ճանապարհ է գնում։ Ընտրում է տարածաշրջանային երկրների ամենավատ հատկությունները եւ լոկալիզացնում է Հայաստանում։ Եվրոպայի վատ հատկություններն է վերցնում, լոկալիզացնում է ասիական երկրների վատ հատկությունները, սակայն երկու աշխարհի կենտրոններն էլ ունեն դրական բաներ, որոնք մեծ առաջադիմություն են բերել տարբեր ասիական երկրներին եւ տարբեր եվրոպական երկրներին։ Հաշված օրեր են մնացել ԿՀ փաստաթղթերը ներկայացնելու համար գործընթացը, որքան գիտենք, դեռևս չեք սկսել, երբ եք պատրաստվում։ 2 օրվա ընթացքում կլինի։ Շատ լավ։ Ապրիլի 11-ի հանրահավաքի ժամանակ պետք է կուսակցության տեխնացուների ամբողջական ցուցակը հրապարակեիք, բայց դա տեղի չունեցավ, քանի որ Սամվել Կարապետյանը չէր հասցրել հանդիպել թիմակիցների հետ։ Օրեր առաջ կարծես եղավ այդ հանդիպումը։ Արդյոք թիմը տեխնացուների ցուցակը արդեն ամբողջությամբ կա։ Այո, վաղը մենք հանդես կգանք հայտարարությունով տեխնացուների ամբողջ ցուցակը եւ նաեւ երկու ուժի հետ համագործակցության ստորագրության։ Դատարանում նաև փաստաբանները հայտարարեցին, որ առաջիկայում Սամվել Կարապետյանը արդեն կարող է հարցազրույցներ տալ։ Սա նշանակում է, որ ամբողջությամբ նրա հրապարակային խոսքի արգելքը վերացվել է եւ նրան կարող ենք տեսնել նաև համացանցում քաղաքացիների շփումներում։ Համացանցում պետք է դիտարկենք փաստաբանների հետ խոսենք, բայց ընդհանրապես մենք ունենք մի դրական տեղաշարժ, որ գոնե հնարավոր է հարցազրույցներ տալ, Կարապետյանը հնարավորություն ունի Սամվել Կարապետյանը հարցազրույցներ տալ եւ դա մենք կօգտագործենք այդ իրավունքը, որպեսզի մեր հանրությունը տեսնի, թե ինչ փոփոխությունների է նա գալիս եւ ինչ ծրագրեր ունի Հայաստանի համար եւ Հայաստանի ամեն ռեգիոնի համար։ Օրինակ ձեզ մի հատ օրինակ բերեմ, որպեսզի հասկանաք, երեք մենք Արարատի մարզում էինք, Արտաշատում էինք։ Երբ մենք ուսումնասիրում ենք Արտաշատի տվյալները, մենք տեսնում ենք, որ ցանկատարածությունները, օրինակ բացի Ծիրանի եւ Խաղողի ցանկատարածություններից, վերջի 8 տարում 30% մենք կրճատում ունենք։ Ցորենի ցանկատարածությունները 8 տարում կրկնակի իջել է, 2 անգամ քիչ են ցանում։ Տարածաշրջանում Արարատի մարզում 9000 հեկտար չի ցանվում։ Հայաստանի ամենաբերի հողերից, որտեղ աշխարհի ամենաշատ ջուր ունեցող երկրներից մեկը, Հայաստանը, ջուր չի կարող ղանում հասցնի Արարատյան դաշտ։ Սա աշխատանքի, սորական աշխատանքի հետևանք պետք է լինի, որ մենք կարողանանք մեր Արարատյան դաշտը վերածենք ամենազարգացած շրջանի Հայաստանի, որը կպահի ամբողջ տարածաշրջանը։ Այսպիսի քայլերով ես մի օրինակ բերեցի, երկրորդ օրինակը հանցագործությունների դեմ պայքար։ Արարատի մարզում էինք, Արտաշատում էինք, հանցագործությունները 8 տարվա ընթացքում եռապատկվել են։ Ոստիկանությունը ընդդիմադիրներին է երկար նայելու համար բռնում, բայց հանցագործությունը Արարատի մարզում եռապատկվել է 8 տարում։ Ինչով է պայմանավորված։ Ծանր հանցագործությունները թմրանյութեր եւ խաղադրույքներ եւ նաեւ ոստիկանական համակարգի ընդդիմության դեմ է պայքարում եւ ոչ թե հիմնական իր գործառույթն անում։ Դարձել է քաղաքական ճնշման գործիք եւ ոչ թե արդարությունը, օրինականությունը ապահովող հիմնարար կառույց։ Երկրորդը ծանր հանցագործությունների թիվը գիտեք ինչքան ավելացել։ Արարատի մարզում ծանր հանցագործությունների թիվը 8 տարվա մեջ գիտեք 10 անգամ։
հազարներով գնում ենք մի հանդիպման, հազարներով ոստիկաններ են գալիս։ Այդ նույն ժամանակ Արարատի մարզում ծանր անցագործությունների թիվը 10 անգամ ավելանում է։ Դա նշանակում է, որ պետության առաջնահերթությունը, պետության ղեկավարի առաջնահերթությունը նա չի մտածում ժողովրդի կյանքի որակի մասին։ Նա մտածում է իշխանության մնալու մասին եւ վայելելու այդ իշխանությունը, որովհետեւ այլընտրանք իրեն համար չի տեսնում։ Պարոն Կարապետյան, տնտեսական մի հարցի շուրջ եմ ցանկանում խոսենք, քանի որ շեշտադրեցիք հնարավորությունները։ Վերջին օրերին Հայաստանում հեղուկ գազի գինը շեշտակի թանկացել է։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը գազ է ներկրում եւ Ռուսաստանից եւ Իրանից, եւ եթե իրանական գազի գինը բարձրանար, միտեղ կարող էր հասկանալի լինել ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Բայց այսօր հրապարակումներ եմ կարդում, որ հատկապես թանկացել է ռուսական գազի գինը։ Սա ձեզ ինչով է պայմանավորված։ Սրանք ազդակներ են տնտեսական նոր բարդությունների։ Երկրի ղեկավարը պետք է լավ բանակցող լինի։ Մենք մի անգամ ասել ենք, որ ամեն տեղ գնալուց, ամեն երկիր գնալուց, դուք վերջ անգամ երբ եք տեսել, երբ մեր երկրի ղեկավարը գնում է մի երկիր եւ հայ գործարարները ստորագրում են լավ պայմանագրեր օտարերկրյա գործարարների հետ ինչ որ երկիր այցելելու։ Ես օրինակ չեմ հիշում։ Ինչն է դա։ Երկրի ղեկավարը գնում է ուրիշ երկիր, ունի ընդամենը քաղաքական խոսույթի եւ ներընտրական ինչ որ ձևաչափ ապահովելու, ընտրությունների վրա ինչ որ ազդեցություն ունենալու նպատակ, բայց չունի նպատակ իր ազգին հարստացնի։ Իրական առաջնորդը, եթե գնա օրինակ տարածաշրջանի երկրներից մեկ, Հունաստանից գալու էր մի շարք պայմանագրերի ստորագրմամբ երկրում ներդրումներ բերելով, գնար Վրաստան մի շարք պայմանագրեր երկրում համակեցության եւ համագործակցության պայմանագրեր։ Մենք գիտենք, որ Վրաստանում միլիոնավոր տուրիստներ են աշխարհից գալիս։ Ինչն է խանգարում մեզ տուրիստական ընդհանուր փաթեթ առաջարկել Վրաստանի եւ Հայաստանի համար, որպեսզի այն մի քանի միլիոն մարդը, որ Վրաստան է գնում, նաեւ գա Հայաստան։ Ոչ մի բանը, աշխատանքը։ Սա երկրի իրական առաջնորդի պետական գործի եւ նեղ քաղաքական շահերով շարժվող քաղաքական գործի տարբերությունը։ Ինչու ենք ասում, պետք է ազգային պետական գործիչ, որի նպատակը չի լինի իշխանությունը մի օր ավել, մի օր պակաս, մի քիչ երկար մեկին նստեցնի, ինքը մի քանի օր ավել մնա իշխանության։ Նրա հիմնական նպատակը, որ իրանից հետո ինքը թողի տարածաշրջանային ակտիվ զարգացող երկիր, որպես այս օրինակները տարածաշրջաններում, Եվրասիայի տարածաշրջանում տասնյակ են արդեն, մեր հերթն է եկել։ Իշխանությունը Կիրակի ավտոերթով բացեց հյուսիս-հարավ ավտոճանապարհը, որի վերջնարդյունքը եղավ Գյումրիում մեծ համերգը։ Անցած տարեվերջին դուք ել եք Գյումրիում համերգ կազմակերպել, համեմատություն արել եք։ Տեսեք, բանը տարբերությունը ասեմ։ Փաշինյանը վաղուց չի կարողանում գեներացնել փողոց։ Մարդիկ դուրս չեն գալի իր համար։ Դա ցուցիչ է, որ իրական վստահության կորուստ ունի նա։ Նույն ավտոերթը, ինչպես նշեցին, 1200 մեքենա էր, 2 հոգի ամեն մեքենայում, ինչպես ինքն էր հայտարարել, 2400 հոգի։ Մենք տեսանք, որ 4000 հնարավոր է, եթե չեմ սխալվում, կարող է ինձ ուղղեն, իմ գնահատմամբ մեր գործընկերների 4000 մարդ էր եկել, որից 2400-ը նա այստեղից էր տարել։ Մարդկանց հետ էր գնացել։ Սա ցույց է տալիս, որ իշխանությունը կորցրել է այն փողոցը գեներացնելու իր առաջի տարիների ամբողջ պոտենցիալը, իսկ դա նշանակում է, որ մեր հանրության ակտիվ զանգվածը հասկացել է, որ պետք է փոփոխություն։ Իսկ Գյումրին առավել եւս հասկացել է, որտեվ ինչպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը նշեց, եթե 8 միլիարդ դոլարից, որ պարտք է վերցրել Փաշինյանը Հայաստանի վրա, գոնե 1%-ը 80 միլիոն դոլար ծախսվեր Գյումրու վրա, Գյումրիում անօթևան մարդ, դոմիկներում ապրող մարդ չէր լինի։ 1%-ը երկրի երկրորդ քաղաքի համար չի ծախսվել։ Գյումրու համար Փաշինյանը որևէ սոցիալական մեծ ծրագիր այսքան ժամանակ չի արել։ Ինչու պետք է գյումրեցին դուրս գար։ Բայց ասում են, որ կառավարությունը իր պարտավորությունները կատարել է աղետի գոտու նկատմամբ։ Կառավարությունը ինքն է սահմանում իր պարտավորությունները, հնարավոր է նա սահմանի 5%-անոց պարտավորություն եւ կատարի, բայց այդ պարտավորությունները բավարար են մեր երկրի երկրորդ քաղաքի զարգացման համար։ Ոչ։ Շատ ենք ասել, մի հատ ենք ասում։ Շիրակի մարզը ամեն երկրորդ երեխա Շիրակի մարզում ապրում է աղքատ ընտանիքում 60000 դրամից ցածր եկամուտով մարդ։
ամեն երկրորդ երեխա արել է իշխանությունը։ Իհարկե չի արել, բայց միևնույն ժամանակ այդ ավտոերթեր, միջոցառումներ, միլիոնավոր դրամներ է ծախսում։ Դա հնարավորություններ այդ նույն բյուջեն վերաուղղել սոցիալական ծրագրեր, այդ մարդկանց վերջապես այս 40-ամյա դոմիկներից հանենք։ Ամոթ է, որ 21-րդ դարում ես ու դուք այսպիսի բան ենք խոսում, քննարկում, ամոթ է։ Արդյոք վերջին շաբաթների տեղեկատվություն ունեք սոցիալական հարցումների, թե ինչ դիրքում է գտնվում այժմ ուժեղ Հայաստանը։ Իհարկե, պայքարը գնում է շատ թեժ, բավականին թեժ պայքար է, երբեք Հայաստանի պատմության մեջ այսպիսի թեժ պայքար չի եղել եւ այսպիսի իրար մոտ թվեր չեն եղել, բայց մենք տեսնում ենք աճ, մենք տեսնում ենք հուսադրող նաեւ այն նպատակը, որին ամեն օր ավելի եւ ավելի մոտ ենք։ Փոփոխությանը մենք ավելի ու ավելի մոտ ենք։ Եվ այսօրվա տվյալներով, եթե այսօր լինեին ընտրությունները, կարծում եմ, որ Փաշինյանի հնարավորությունը գնալ ուրիշ բանով զբաղվել շատ մեծ է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։